Մի անգամ մի չարաճճի տղայի, որը ասում ես գիտեն ինձ պետք չի, ես մեկը պետք չի, գիտելիքների շտեմարան նվիրեցի և գրեցի, որ գիտելիքները երբեք չեն լինում ավելորդ, իսկ առանց գիտելիք մարդը միշտ էլ ավելորդ է։ Խորհուրդ կտայի, որ կյանքում ավելորդության որևէ նշույլ անգամ չզգաք, իսկ դրա համար ավելի քան ամեն օր գիտելիքը շերեփով խլելու ձեր ուսուցիչներից, ձեր հավաքներից, անգամ ձեր ընկերներից, երբեմն նույնիսկ ձեր կրտսերներից գիտելիքը խլելու և ձերը դարձնելու մեծ առաքելություն ունեցել։ Շատ կարևոր է, որ հասկանանք, որ Հայաստանի ապագան միայն միտքն է, գաղափարը ու դրան զուգակցող ոգին։ Մի ճախրանք կա, որը երկու թև ունի, գաղափար և ոգի։ Իսկ դա Հայաստանի ճախրանքն է։ Հովսեփ Օրբելին, երբ որ 43 թվականին համաշխարհային այդ մեծ պատերազմի ժամանակ թողնում էր իր ակադեմիական բարձունքները և փութում Հայաստանում գիտությունների ազգային ակադեմիա ստեղծելու համար, երբ որ ամեն ինչ ռազմաճակատի համար էր և Ստալինը ոչ մի փշրանք ուրիշ նպատակների չէր ծառայեցնում, ավելի քան Օրբելին ավելի քան գիտակցում էր, որ Հայաստանի ապագան գաղափարն է, Հայաստանի ապագան գիտությունն է, և դա Օրբելին չի, որ հիմնել է, և դա դարերով հայ մարդու համար ավելի քան ակնհայտ է։ Եկան նորերը և 30 տարվա ընթացքում փառահեղորեն կործանեցին գիտությունների ակադեմիան և գիտությունը ընդհանրապես Հայաստանում, ասելով, որ դա ծերակույտի է վերածվել, ինչի մեղավորը իհարկե նախ և առաջ իրենք են, որովհետև օլիգարխ լինելը ավելի փառահեղ էր և ավելի, այսպես ասենք, գովազդված էր, քան գիտնական լինելը։ Հաստափոր օլիգարխ լինելը ավելի պատվաբեր էր, քան գիտնական լինելը։ Իսկ Օրբելին իր 3 տղաներին Պետերբուրգ նամակ էր գրում, հայրը Օրբելի, Աբգար Օրբելին 3 իր որդիներին, որոնք ուղղակի հրաշքներ գործեցին գիտության մեջ, նամակ էր գրում, որ ես հպարտ եմ, որ իշխանական ձեր ծագումն անգամ ոչինչ ձեզ չխոչընդոտեց, որպեսզի տրվեք ամենաչարքաշ կյանքով ապրող գիտնականի կյանքին և մի նպատակ ունենալ, հաջողությունների հասնել գիտության մեջ և ձեր հաջողությունով աշխարհին ստիպել մեկ անգամ ևս ակնածանքով վերաբերվել անիրավված մի ազգի, որի զավակն եք դուք։ Ես կուզենայի, որ ձեզանից յուրաքանչյուրին ուղղակի բարեված լինելու պատիվ ունենանք մի օր, երբ որ հպարտանանք, որ նոր Օրբելի է ծնվել, և մի օր ուրախանանք, որ նոր Վիկտոր Համբարձումյան կա, որի ուսերին Նյուտոնի թիկնոց պիտի նետեն, մի օր ուրախանանք, որ նոր Կոմիտաս ու նոր Նժդեհի ծնունդի անգամ ուղղակի ականատեսն ենք եղել, եթե ոչ մասնակիցն ու հեղինակը։ Վստահ եմ, որ այստեղ է իրական դպրոցում է ազգի ապագան կերտվող այն քիչ շատ հազվագյուտ տեղերից մեկը, որովհետև Նժդեհը պիտի ասեր, պիտի մեռնի կեղծիքը, որ ապրի Հայաստանը։ Այն, ինչ որ մեր շուրջ կա կեղծ, դեռ այն ամենը, ինչ որ ստեղծվել էր կեղծ, դեռ չի ավարտվել։ Եվ դուք եք գալու այդ կեղծը իրականի վերածելու համար։ Եվ այն, ինչ որ կատարվում է այս դպրոցում, ինձ համար հոգեհարազատ մարդկանց և հարազատ գաղափարներ կրող մարդկանց կողմից վստահաբար այն լավագույնն է, որը տարիների ընթացքում ավելի հղկվելու է և դառնալու է իրականում նոր Հայաստանը կերտելու հիմնասյուներից մեկը։ Շնորհակալ եմ բոլորին այս մեծ առաքելությունը իրականացնելու համար և իմ կողմից մի անգամ ևս հավաստիացնեմ, որ միշտ ձեր կողքին ենք, ազգային մշակույթը, ազգային ոգին, ես անձամբ ինչ իմ ուժերը ներում է, միշտ այստեղ եմ լինելու, ձեզ հետ եմ և վստահաբար տեսնում եմ այն փայլփլող աչքերը աղջնակների և մանչուկների, որոնք ավելի քան հզոր կամք ունեն ազգի ապագան կերտելու և իրենց ու իրենց ազգի ապագայի և ճակատագրին վճռաբար տեր կանգնելու մեծ հզոր կամքի։ Շնորհակալություն, շնորհավորում եմ գիտելիքի օրը և բարի ուսումնական տարի նոր դեղին դեպքերի մեջ։ Շնորհավոր։